Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ընտրվել է ազգային ժողովի փոխնախագահ։ Փակ քվեարկության արդյունքներով Արամ Վարդևանյանը ստացել է 53 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայն։ Ավելի վաղ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտարարել էր, որ խմբակցությունը որոշել է բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը։ Հայաստան խմբակցությունը ևս հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու։ Ազգային ժողովի 9-րդ գումարման նիստում պատգամավորները 60 կողմ ձայնով հաստատել են 12 մշտական հանձնաժողովների կազմավորման եւ ղեկավարման կարգը։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ստանձնել է պետաիրավական պաշտպանության, արտաքին հարաբերությունների եւ սոցիալական ոլորտները համակարգող հանձնաժողովների նախագահությունը։ Ուժեղ Հայաստան ընդդիմադիր խմբակցությանը բաժին են հասել ֆինանսավարկային, տարածքային կառավարման եւ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովները։ Հայաստան դաշինքն իր հերթին ստանձնել է բացառապես մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նախագահելու իրավունքը։ Խորհրդարանում կգործի նաև էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով, որի ղեկավարի եւ տեղակալի պաշտոնները 3 խմբակցությունները կզբաղեցնեն հերթափոխի սկզբունքով։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հստակեցրել է իրենց քաղաքական ուժի գաղափարական ուղենիշները։ Նրա խոսքով կա Հայաստանի Հանրապետություն, որը որևէ տարածքային պահանջ չունի հարևաններից, եւ կա պատմական հայրենիք, որի փաստը ուրանալ չի կարելի, սակայն այն պետք է լինի բացառապես պատմամշակութային խոր ուսումնասիրության, այլ ոչ թե տարածքային վեճերի առարկա։ Մեր հայրենակիցների մեծամասնությունը դուք ձեր նախնիների նշանակալի մասը այլ տեղից է, մեր հայրենիքի հայկական բարձրավանդակի այլ հատվածներից, եւ մենք չենք կարա չասենք, որ 2000 տարի ապրել ենք այդ հողում, չենք կարա։ Դա պատմական ճշմարտության խեղում է։ Այդ իսկ պատճառով մեր մոտեցումը այսպես է. մենք ունենք պատմական հայրենիք, որը կիսում ենք այլ ժողովուրդների հետ, եւ ունենք Հայաստանի Հանրապետություն, որը մեր երկիրն է, որի զարգացման եւ հզորացման համար մենք պետք է աշխատենք օրնիբուն։ Գալիս է մյուս հարցը. ինչու է պատմական հայրենիքը, ինչ պետք է անենք մենք մեր պատմական հայրենիքի հետ։ Հարց հնչեց, թե գնալու ես Ադանա ծառայես մեր գործընկերների կողմից։ Ոչ, հարցը ուրիշ ձև պետք է ձևակերպենք։ Պատմական հայրենիքը դա պատմագիտության եւ մշակութաբանության համար ուսումնասիրության մեծ դաշտ է։ Հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը որպես հայ ժողովրդի բարձրագույն կազմակերպչական միավոր պետք է զբաղվի իր անցյալի, իր մշակույթի ուսումնասիրությամբ, մշակույթը պատմական հայրենիքում, պատմագրությունը պատմական հայրենիքում, որպեսզի 400-500 տարի հետո ժառանգներին հանձնենք մեր նախնիներից եկած եւ իրական պատմությունը որպես փաստ։ Նարեկ Կարապետյանը իր աջակցությունն է հայտնել ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանին, շեշտելով նրա բարձր պրոֆեսիոնալիզմը։ Նա հերքել է այն խոսակցությունները, թե Վարդևանյանը աշխատում է միայն մեծահարուստների հետ, հիշեցնելով, որ Վարդևանյանը անվճար իրավաբանական օգնություն է ցուցաբերել տասնյակ կալանավորված գործընկերների, ինչի շնորհիվ շատերը այսօր ազատության մեջ են։ Զանգվածային ծեսկրտուք է տեղի ունեցել Արարատի մարզի Դաշտաբան գյուղում։ Ավելի քան 10 քաղաքացի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Մասիսի բժշկական կենտրոն։ 10-ից ավելի մարդ ձերբակալվել է։ Նախնական տեղեկությամբ վիճաբանությունը ծագել է մեքենան արագ վարելու հարցի շուրջ, որը վերածվել է ծեսկրտուքի։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի դեպքի վայրում հայտնաբերվել են առնանման հետքեր, միջադեպի մասնակիցներին պատկանող հողաթափեր ու գլխարկներ, մեծ քանակությամբ քարերի կտորներ եւ փայտեր, որոնք ամենայն հավանականությամբ որպես զենք են ծառայել կողմերի համար։ Բացի ֆիզիկական բռնությունից շրջանառվում են նաև հրազենի հնարավոր կիրառման մասին լուրեր, որոշ ականատեսների պնդմամբ կռվի ընթացքում լսվել են նաև կրակոցների ձայներ։ Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը հայտարարել է, որ դրական է ընդունել գերիների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։ Նա նշել է, որ արտգործնախարարությունը պետք է հանդիպի իր հետ, սակայն շեշտել է. մինչև այս պահը որևէ պաշտոնյա իրեն չի զանգել կամ կապ չի հաստատել։ Զոնաբենդը այժմ սպասում է պատասխանատուների արձագանքին։ Նրա գլխավոր նպատակն է հանդիպման ընթացքում քննարկել կոնկրետ մի հարց, ինչպես կազմակերպել կանանց մարդասիրական խմբի այց դեպի Բաքու, այնտեղ պահվող մեր քաղաքացիների օգնելու համար։
Քիմ Քարդաշյանի բազմամիլիոնանոց առանձնատունը հանցագործների թիրախում է հայտնվել։ Անհայտ տղամարդը կարողացել է շրջանցել անվտանգության համակարգերն ու մուտք գործել Քարդաշյանի կալվածք։ Ականատեսները նկատել են ինչպես է նա անարգել տարբեր իրեր բարձրացնում մեքենայի մեջ, բայց հանցագործը այսքանով չի բավարարվել։ Նա որոշել է օգտվել բացառիկ առիթից եւ աստղի շքեղ մեքենաներից մեկով այսպես կոչված զբոսանքի է դուրս եկել։ Իրավապահները կարողացել են բռնել եւ ձերբակալել տղամարդուն հենց առանձնատան տարածքում։ Բարեբախտաբար առանձնատան ընթացող վերանորոգման աշխատանքների պատճառով Քիմը եւ երեխաները ժամանակավորապես այլ վայրում են բնակվում։ Ռուսաստանը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի աննախադեպ զանգվածային հարձակման։ Մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 456 դրոն երկրի տարբեր մարզերում, այդ թվում Մոսկվայում, Ռոստովում, Կալուգայում, Պենզայում եւ Սարատովում։ Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքում ԱԹՍ-ները թիրախավորել են նավթամերամշակման համալիրը, ինչպես նաեւ քաղաքացիական օբյեկտներ։ Կա 13 զոհ եւ 48 վիրավոր։ Թաթարստանում սուկ է հայտարարվել։ Բելգորոդում զոհվել է 3 մարդ, վիրավորվել 25-ը, եւս 9 հոգի տուժել է մարզի այլ շրջաններում։ Անօդաչուների մեծ կուտակումներ են գրանցվել նաև Ռոստովի եւ Մոսկվայի ուղղություններով։ Սևաստոպոլում խոցված 15 դրոններից մեկի պատճառով հրդեհվել է ծովափնյա անտառը, հանգստացողները տարհանվել են։ Իրանի արտգործնախարարը ու խորհրդարանի խոսնակը պաշտոնական հրավեր են ստացել առաջիկայում այցելելու Իսլամաբադ, հայտնել է նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Եմենում հուսիները հրթիռներով եւ անօդաչուներով զանգվածային հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի նավահանգստին եւ ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։ Հուսիները ծովային շրջափակում են հայտարարել Սաուդյան Արաբիայի դեմ եւ թիրախավորել օդանավակայաններից մեկը։ Զուգահեռաբար իսրայելական բանակը ծանր տեխնիկայով եւ տանկերով տներ է քանդում հարավային Լիբանանի բնակավայրերում։ Սա տեղի է ունենում չնայած Ռոմում ընթացող ԱՄՆ միջնորդությամբ խաղաղության բանակցություններին, որոնք միտված են տարածքից իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերմանն ու Հեզբոլլահի զինաթափմանը։ Բնակիչները սակայն պնդել են, որ տների ոչնչացումը չի կոտրելու իրենց կամքը եւ իրենք շարունակելու են մնալ իրենց հողի վրա։ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կասեցված են, իսկ կողմերը շփվում են միայն միջնորդների միջոցով, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Պաշտոնական Թեհրանը հերքել է բանակցությունների վերսկսման մասին Դոնալդ Թրամփի վերջին պնդումները։ Անդրադառնալով Հորմուզի նեղուցին Արաղչին հայտնել է, որ թեև Իրանը ու Օմանը մոտ են նոր նավագնացային երթուղիների շուրջ համաձայնության հաստատմանը, դա չի նշանակում, որ նեղուցը անհապաղ կբացվի։ Այս ռազմավարական ծովային ճանապարհի վերաբացումը շարունակում է կախված մնալ այն հատուկ պայմանների կատարումից, որոնք միջնորդների միջոցով արդեն իսկ փոխանցվել են Վաշինգտոնին, ասել է դիվանագետը։